քաղաքական գործիչ, որ գործել է հայ եկեղեցու դեմ։ Նիկոլայ առաջին ցար սահմանափակեց պետության նյութական օժանդակությունը հայ եկեղեցուն 1836-ի Պոլոժենիեով։ Նաև կաթողիկոսին դարձրեց պետական աշխատող պատասխանատու ցարին, որպեսզի ավելի շատ իշխանություն ունենա եկեղեցու վրա։ Թալիաթ Փաշա թիրախավորեց հոգևորականներին ցեղասպանության ժամանակ, վերացրեց հայկական եկեղեցիներ ու ստիպեց Օսմանյան կայսրությունում ապրող հայերին կրոնափոխ լինել։ Յոսիֆ Ստալին սկսեց հակակրոնական արշավ ու փակեց հարյուրավոր հայկական եկեղեցիներ։ Նա աքսորեց կամ ձերբակալեց բազում եկեղեցականների։ Պետությունը յուրացրեց եկեղեցու ունեցվածքը։ Խորեն առաջին կաթողիկոսն էլ խորհրդավոր կերպով մահացավ ներքին գործերի կոմիսարիատի հարցաքննությունից հետո։ Ըստ շրջանառվող վարկածի նրան խեղդամահեն չեկայի մարդիկ բայրաթորի գանձատան բանալիները իրենց չհանձնելու պատճառով։ Այս ողբերգությունից միայն 7 տարի անց նոր կաթողիկոս ունեցանք։ Հեյդար ու Իլհամ Ալիևներ ակտիվորեն ոչնչացրին հայկական եկեղեցիներն ու վանքերը Նախիջևանում, Արցախում ու խորհրդային Ադրբեջանի ամբողջ տարածքում։ Պաշտոնական ելույթներում հայ եկեղեցու ժառանգությունը ներկայացրին որպես ալբանական։ Նիկոլ Փաշինյան սկսեց արշավ հայ առաքելական եկեղեցու դեմ։ Սրբապիղծ, շնաբարո, հակաքրիստոս անվանեց մեր հոգևոր հայրերին։ Նրա հակաեկեղեցական արշավի ընթացքում 2 սրբազան կալանավորվեց։ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ուժայինները գրոհեցին վեհարանը։